Նախքան կմեկնարկի հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստը, դատարանի բակում նրա աջակիցներն են հավաքվել, պաստառները վեր պարզել, պահանջելով Չալաբյանի ազատ արձակումը։ Նա արդեն շուրջ 2 ամիս կալանավորված է շփումների սահմանափակման արգելքով։ Քրեական գործը ինքնին ապօրինի է, եւ կալանքը լիովին անհամաչափ է ստեղծված այս իրավիճակում։ Ըստ քննչական կոմիտեի վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում Չալաբյանն օտարերկրյա պաշտոնյաների հետ համաձայնության է եկել, որպեսզի վերջիններս տվյալ երկրում աշխատող Հայաստանի քաղաքացիներին պարտադրեն գալ այստեղ եւ քվեարկել ընդդիմադիր ուժերից մեկի օգտին։ Սակայն այս պնդումը հաստատող վկաներ չկան, եւ թեպետ անցած 2 ամսվա ընթացքում Ավետիք Չալաբյանը ճաղերի մյուս կողմում էր, քանի որ դատարանը հենց վկաների վրա ազդեցություն ունենալու ռիսկներ նկատել, հանրային մեղադրողը դարձյալ միջնորդում է եւս 3 ամսով երկարաձգել Չալաբյանի կալանքը։ Նախորդ դատական ակտում պատվորական դատարանը արձանագրել է մեղադրյալի կողմից իր վրա դրված պարտականությունների չկատարելու ռիսկայնությունը, ինչպես նաև հանցանք կատարելու, նոր հանցանք կատարելու պատահականությունը, դեպքում որ դրանք նույն ռիսկայնությամբ շարունակում են պահպանվել։ Պաշտպանական կողմից հակադարձում են այս իրավիճակում Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակող խափանման միջոցն առավել քան խիստ է։ Այն պայմանը պատվարժան դառնա, որ վկաների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու հավանականության մասով ի սկզբանե գոյություն չի ունեցել եւ մենք դա պնդել ենք եւ նյութերի ուսումնասիրությունից մեր համար պարզ է դարձել, որ նման գործողություններ չեն կատարվել, որից էլ կարելի է հետեւություն անել, որ դատաքննության փուլում ազդեցության հավանականությունը զրոյական է։ Շարունակել ընդհանրապես չի հետապնդում խափանու միջոցի օրենսդրությամբ սահմանված նպատակը անհամաչափ է, շատ խիստ է, առավել քան խիստ է, նկատի ունենալով նաև Ավետիք Չալաբյանի անձը բնութագրող այն հանգամանքները, որոնց մասին հարգելի հանրային մեղադրողը չի ներկայացել մեղադրական եզրակացություն դատարանին, ինչի պարտականությունը օրենսդրությամբ ուներ։ Չալաբյանի կալանքը երկարաձգելու հիմքեր չտեսավ դատավորը, դատախազի ներկայացրած հիմնավորումները չբավարարեցին դատարանին։ Որոշում է կայացնում մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը վերացնելու մասին։ Չի կարող կանխատեսել, որովհետև իրավական հարթության մեջ բնականաբար դատավորը ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը։ Ավետիք Չալաբյանի գործը մնում է նախնական դատալսումների փուլում։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։